Բարև, ժամը 9:59 Եվ այսօր ես անցկացնելու եմ 24 ժամ միացված ցնցուղի տակ։ Մեր թիմը պատրաստել է տարբեր առաջադրանքներ, որոնց օգնությամբ ես չելենջի ընթացքում կարող եմ աշխատել նաև մեծ գումարներ։ Դու պատկերացնում ես 24 ժամ ես մնամ այս ջրի տակ։ Ինձ թվում է վերջում Անցել արդեն 30 րոպե ու ես չի պատկերացնում որ լոկանալը կարող իմ համար բարդ լինի։ Բարդությունը գիտեք ինչու՞մ է կատարվում։ Հենց ջրի ոսկից դու գնում ես մի գիտեսքո, այսպես գոլորշին հելում է, բայց ես ներքևս մրսում եմ։ Պետք է ուրեմն այսպես միացած, այսպես ջրվել ջրով, ոսյո, էլ չեմ մրսում։ Ոչ այնպես եմ անում, ոսյո։ Լոկանալը։ Ընկերներ նաև մի խնդրեմ։ Ֆոկուսացրեք վիդեոն եւ տեսեք բաժանորդագրվելու կոճակի վրա։ Դուք արդեն հասցրել եք սեղմել, թե ոչ։ Եթե ոչ, ուրեմն ժամանակն է։ Իջիր ներքև բաժանորդագրվիր հենց հիմա մեր YouTube-յան ալիքին, որտեղ մեր նպատակը, ինչպես հիշում ես, 300,000 բաժանորդներ, որին մնացել է շատ փոքր չնչին թիվ։ Նաև բացի այդ խնդրանքից մի հատ խնդրանք ունեմ։ Կարանք այս վիդեոյի տակ հավաքենք 5,000 լայք։ Փորձենք։ Իջիր եւ լայքիր վիդեոն։ Մրսեցի օրեսից ցույց առանց դուշի։ Լոխանալը լավ բան է։ Իհարկե ոչ 24 ժամ, բայց լավ բան է։ Մենք ունենք մեր առաջին չելենջը։ Վիզով թիմի թմից անցկացրա բադիկի հետ 12 ժամ եւ կշայիս 50,000 դրամ։ Այն պետք է լինի հակը։ Այսինքն բադիկը։ Ոչինչ որ չի լինում։ Հիմա ցես 12 ժամ 50,000 դրամ քիչ փող չի։ Fantastic. Touch me on me box, she says I'm Mr. Rose. Ուրեմն ընկերներ, ես ձեզ ցանկանում եմ ծանոթացնել իմ նոր ընկերոջ հետ։ Ինքը Մանգոն է։ Ինչի Մանգո, չգիտեմ, այդ ուղղ ես եկավ։ Եթե դու կարող ես առաջարկել ավելի լավ անուն մեր բոդիկին, գրի կոմենտներում ես հաշվի կառնեմ ու մյուս վիդեոներում երբ որ բադիկը մեզ յուր գա, նրան կանվանենք ամենաշատ լայք հավաքած կոմենտի անունով։ Քոպոգան իր ձեռքերում է։ Բո։ Ես արդեն 1 ժամ ու 30 րոպե գտնում եմ այս ջրի ներքո եւ կատարում եմ մեր առաջին չելենջը։ Բաժանորդագրվիր ալիքին։ Այդ ես չէ, Մանգոն է, Մանգոյի վրա պայ։ Հենց հիմա։ Մենք ունենք նոր չելենջ։ Չելենջ համար 2։ Հավաքիր նավակը 5 րոպեում եւ կստանաս 10,000 դրամ։ Ես համաձայն եմ։ Ի՞նչ նավակ։ Նավակը իսկ թվում է ինժեներները 40 րոպեում չեն կա հավաքեն։ Ես ո՞նց կարամ ես 5 րոպեում հավաքեմ։ Այս ջուրի լավ բան է։ Ինչ կծնոց մնում է։ Երկու փեդ։ Այս ճիշտ բարդ է սիրելու հավաքելը։ 5 րոպե կջոգեմ ինչ է։ Նորեսի որպես նավ կարան կաշվենք, նա ինքը կշվում է, ինքը բորդեր ունի, որ մարդիկ չընգնեն մեջից, է, նավա, ալիքների դիմանում է, հաջվա, ես ապուշ չելենջր, մրսեցի, ապուշ չելենջր, 5 րոպեում ոչ մեկ չի ասին ես նավը հավաքեմ, ես կլողանամ, 12:46, այսինքն ես արդեն ջրի տակ եմ, 2 ժամ 46 րոպե ընդամենը, որտեղ 7 ժամ ստել եմ, որտեղ ատելս նայի, դու գնա մտածի հաջորդ չելենջը, իզև մինչև քո չելենջը մտածելը, այս նավը կսարքեմ, բայ։ Իսկ իմ նավակը կգտնվի ամբողջ վիդեոյի ընթացքում իր տեղում։ Հորոսկոպով ձուկ եմ, արդեն ալտում եմ ջուրը, ընկերս։ Գիտես որն ամենաուժեղ պլյուսը։ Շորս պետք է այսօր գցի լվանալու, հետո կոնկրոս լվանում եմ։ Փոշի է բերեմ։ Փոշի։ Չեմ։ Մենակ ջուր, էդ է ճիշտը։ Այսպես զանում արգվում է ինքը։
Նայ, ձերները մեկ հետ են վերադառնում իրականություն, մեկ էլ էլի սկսում են փչանալը։ Արդեն 6 ժամ 20 րոպե։ Եթե անկեղծ ես զգում եմ արդեն իմ վրա թուլություն, այս ջրի միապաղաղ ձենը ճնշում է ու ես մենակության մեջ անտանելի է։ Այս գոլորշին է մի կողմից։ Ահա որ շատ գոլորշ է դուրս գալիս, որտեղ ես չեմ կարողանում մի քիչ դաժե անգամ սառացնել։ Նաև ընկերներ, ինձ թվում է բոլոր ուշադիր մարդիկ նկատած կլինեն հետևում Անթերիսի տոպրակը։ Այն այսօր լինելու է ինձ հետ ամբողջ վիդեոյի ընթացքում եւ ուղեկցելու է ինձ դեպի հաղթանակ։ Ընկերներ, իսկ հիմա մի փոքր պատմեմ Անթերիսի մասին։ Անթերիսը իմ իմացած ամենաթույն եւ ամենալավագույն, ամենավորակյալ էսթետիկ կլինիկան է, որը ստեղծված է համ աղջիկների, համ տղամարդկանց համար։ Շուտով, ինչպես հիշում եք, ապրիլի 7 է եւ Անթերիսի ակցիան, որի մասին ես ձեզ բազում անգամ պատմել եմ, դեռևս չի ավարտվել։ Եթե ձեր քեզ բերում Անթերիսի նվերքարտ 20,000 դրամ եւ ավել արժողությամբ քո սիրելի համար, որպեսզի քո սիրելին գնաս զբաղվի ինքնախնամքով, նաեւ բացի այդ փաթեթից տանում ես նվերքարտ 5,000 դրամ արժողությամբ Արթուկ Արմենիայի կողմից։ Իսկ ինչ է Արթուկ Արմենիան։ Եթե քո կինը, ընկերուհին կամ մայրիկը չունի ժամանակ ինքնախնամքի, քեզ օգնության է տալիս Արթուկ Արմենիայի նվերքարտը, որը թույլ է տալիս քո կնոջը գոնե 1 օր լվացքի հետ գործ ունենալ։ Այլ Արթուկ Արմենիայի աշխատակիցները իրենց սիրով ու հոգատարությամբ կտանեն ձեր լվացքը, կլվանան, կարտուկեն ու հետ կբերեն։ Իսկ այդ ընթացքում քո կինը կհասցնի զբաղվել ինքնախնամքով Անթերիսում։ Ձեր բեր Անթերիսի նվերքարտ ներքևում նշված հեռախոսահամարով եւ ես քեզ 100% վստահեցնում եմ, քո սիրելին իսկականից կուրախանա այս նվերից։ Աշխատիր TikTok-ի լայվի օգնությամբ 10,000 դրամ եւ կշարես 50,000 դրամ։ Այս ժամին 10,000 դրամ։ Քանի րոպե։ 15 րոպեում պետք է ինձ նվեր ուղարկեն 10,000 դրամի։ Գիտես չէ՞ որ եթե ես պետք է աշխատեմ 10,000 դրամ, ուրեմն իմ մոտ պետք է ուղարկեն 20,000 դրամի նվեր, որ ես 10,000 դրամ ստանամ։ Դե 50% էլ TikTok-ն է պահում։ Բայբացի։ Բայ։ Մրսարը։ Գնացի։ Դե ինչ, եթե անկեղծ առաջադրանքը շատ հետաքրքիր է։ Իհարկե ես TikTok-ի լայվ արդեն մի տարի է չեմ արել, բայց պատրաստ եմ այս առաջադրանքի համար մտնել։ Ու հույս ունեմ, որ մի հատ բարի մարդիկ կգտնվեն 15 րոպե մտի 10,000 դրամ գումար կուղարկել։ Լաչա տեյֆիր, երեք։ Հիմա ես ցնցուկի տակ եմ, պետք է ձեր օգնությունը։ Սաղը լայքի կասեմ ինչա պետք։ Ես քո ֆանն եմ։ Բարև, հալո, բարի երեկո, W, K։ Եվ այս պայն TikTok-ը որոշեց, որ մենք TikTok-յան կանոններին չենք հետևում եւ բլոկեց մեզ։ Okay, ինձ թվում է ես շնորհում եմ բախտը չբերեց, հա։ Չենք ներում։ Իսկ ժամը արդեն 8:49 է։ Ընկերներ, ուրեմն ժամը 10-ն է, ես արդեն ինձ ամբողջ անկեղծությամբ շատ թույլ եմ զգում։ Ինչի, որովհետև ջուրը քանի որ հանգստացնում է մարդու մկաները, առավել ևս տաք ջուրը։ Դրա համար սկսում է ինձ ընտասազուխեղը տրամադրվել նրան, որ Արսեն ջան, պետք է հելնես, գնաս քնես։ Պլյուս արդեն ջուրը տաքությունը չի տալիս, ինչ որ ամենասկզբից էր տալի։ Այսինքն մարդիկ որ լողանում են ոնց է, որ դուրս են գալի, այդ բանին են մրսում։ Հիմա ես ջրից մի վայրկյան այս կողմ եմ պահում ինձ ու մկանները սուժերը սկսում է ձգվել։ Նաև ընկերներ խնդրանք բոլորիդ կյանքում երբեք ինչ ուզում է լինի կյանքում չփորձես այս ամենը քո վրա, որովհետև այն կարող է շատ վատ ավարտ ունենալ։ Այ եսի կարող եմ մի քիչ լավացնի ամեն ինչը։ Վայ, շնորհակալություն։ Բայց չեմ կարող ես այս ամենը բացատրեմ ձեզ, որտեղ էսի անբացատրելի է, թե ես ինչ եմ զգում հիմա։ Ահա որ ցուրտ Ահա որ դող ջուրը որ կպնում է մարմնից ոչ թե ոնց որ ջուր լինի, այդ չգիտեմ ինչ որ տենց տաք այծալ որ փռում եմ վրես ու ինքը շատ տաք է, բայց ուրիշ զգացողություններ էլ չունեմ։ Մեկ է քունս է ահա որ ձևի տան։ Կոպեկ, շիշը ամրացրու գլխիդ, կոպեկները առանձին եւ առանձին շպրտիր, այնպես որ ընկնեն շշի մեջ։ Ամեն կոպեկը, որը կայտնվի շշի մեջ, կբերի քեզ 1000 դրամ։ Լավ է, փող կաշխատեմ վերջապես։ Okay, հələ բեր հասկանամ ինչ եք ուզում ինձնից։
Ստեքանի հատ կոպեկ է։ 30 հատ կոպեկ։ Այսինքն եթե ես սա կոպեկներ կանամ գցեմ շշի մեջ կստանամ 30,000 դրամ, ճիշտ է։ Գնացինք առաջին կոպեկը։ Professional. Wow, joking. Անգերց էներգիա չունեմ պրոստը կոպեկի հետ նորմալ շարժվելու, ինչը լինի, այդպես վիճակ է հիմա։ Չորս կոպեկ, 4,000 դրամ։ Ասել կուզած 45։ Ես մի ժամից բաղից պրստում եմ, ճիշտ է։ Մի ժամ բնած բաղից ու գոնն է ես մի հատ 50,000 կողքից կստանամ։ Հեմ անգո։ Ուրեմն եկել է, ասում եմ գիտես ինչ, քո բադի ժամը անցել է, պրոստը մոռացել էի քեզ ասեմ։ Արած իրա մենակ կզգամ, բայց մեծ հաճույքով պրոստը ոտերիցս կանեմ ու մեծ հաճույքով կանեմ այստեղ դնեմ պրոստը, կադրում լինի։ 50,000-ը սրա ունեմ, չէ։ Ժամը արդեն 2-ն սպասա, ես լվոր աշխատել եմ 54,000 դրամ։ Բայց հələ լիքը չելեզներ կան։ Նո լիքը չելեներով հուսամ այսօր գոնեմ 200,000, այս տանջակիս համար ես կաշխատեմ։ Okay, ես չելեզի շատ կա։ Հեսա դերում։ Միացրած սառը ջուր։ Միացրած սառը ջուրը ամեն վարկյանի համար, որ կդիմանաս ջրի տակ, կստանաս 1000 դրամ։ Այարա, ապե դուք մարդեք թե մարդա խում։ Okay, օրը ինձ անգեքստում է 5 վարկյան շատ չեմ դիմանա, որովհետև ահավոր ձևի մրսում եմ։ Օրը 5 վարկյան վապշե փող չի, արժի չանել վապշե, բայց ինչքան դիմանամ, okay։ Օրը խյուզ է պացապնով։ Ինչքան դարձե։ Օրը կոնես, օրը մեզի սարնա։ Օրը գլուխս ասարում ամենի շատ։ Սա վարկեր անցել է։ Անգեղց ես ասում։ Սա օրը սարը մեզի սարնա։ 36 վարկյան։ Լավ չի։ Շատ լավ։ 90,000 արդեն աշխատել ես։ 90,000 արդեն աշխատել ես։ 90? Հա։ Ու, քայստա։ 3-ը։ 17 ժամը ես գտնում եմ ցնցուղի տակ։ Անցել էր 17 ժամ։ Թվում էր թե բան չի մնացել, բայց իմ վիճակը վայրկյանների ընթացքում ավելի էր վատանում։ Ես էլ էներգիա չունեի նկարահանվելու, խոսելու, կանգնելու կամ ուղղակի նստելու համար։ Մեծ քանակությամբ գոլորշին չէր թողում նորմալ շնչել։ Սրտից ծակոցները գնալով ավելանում էին, իսկ գլխացավս ավելի եւ ավելի ուժեղանում։ Եվ ի վերջո հասկացա, որ ես այսօր շարունակել չելենջը ուղղակի չեմ կարող։ Աղա, ապել չեմ կարող, երբում եմ։ Իսկ քեզ շնորհակալ եմ դիտման համար։ Հուսամ հավանեցիր վիդեոն։ Լայքիր այն խրախուսելով մեզ եւ բաժանորդագրվիր անպայման ալիքին։ Հենց հիմա մենք աշխատում ենք։ Դու գնահատիր։